Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում խաչմերուկ հավելված հաղորդաշարի տարեվերջան վերջին թողարկումն է։ Եվ այս հաղորդման ընթացքում փորձենք իմաստավորել 2025 թվականը եւ հասկանանք ինչ տվեց մեզ, ինչ փոփոխություններ տվեց մեր տարածաշրջանին եւ ինչ անակնկալներ են մեզ սպասվում 2026 թվականին հաշվի առնելով 25 թվականին տեղի ունեցած իրադարձությունները։ Տարին այսօր ցանկանում եմ ամփոփել իմ լավ ընկերոջ քաղաքական գործիչ, քաղաքական մեկնաբան եւ վերլուծաբան Արման Աբովյանի հետ ողջույն Արման։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու եւ այս կարևոր հատվածը միասին ամփոփելու համար։ Այդ 2025 թվական փորձենք հասկանալ ինչ տվեց մեզ եւ ինչ հիմնական ուղղություններ դուք առանձնացնեիք, որոնք այսպես ուշադրության արժանի են եւ որոնց մասին կցանկանայիք ավելի մանրամասն խոսենք։ Ցավոք 25 թվականը կրկին կորուստների թիվ էր, բայց մինչև անցնելը, անմիջապես այսօրվա մեր զրույցին թույլ տուր շնորհավորել մեր հայրենակիցներին, հայերին, մեր ժողովրդի բարեկամներին, ընկերներին, բոլորին ամանորի եւ նոր տարվա կապակցությամբ եւ մաղթել իրական խաղաղություն իսկական Հայաստանի համար, ոչ թե իրական Հայաստանի համար, իսկական։ Խորիմաստ ցանկություններ եւ խորիմաստ բարեմաղթանքներ, որ կարծում եմ շատ կարեւոր է եւ պակասում է այսօր մեր ժողովրդին իրական խաղաղությունը եւ իսկական Հայաստանը, բայց ես վստահ եմ մեր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի խոսքերով եթե ասենք, ես վստահ եմ որ գալու է այն Հայաստանը եւ կեցյան Հայաստանը, որ վաղն է գալու։ Ըստ էության, այո, այդ առումով ես նաեւ համաձայն եմ, որ պետք չի կոտրվել եւ մեր հայրենակիցները պետք է շարունակեն ապրել հուսալով եւ վստահ լինելով վաղ ապագա հետ կապված։ Հիմա փորձենք ամփոփել եւ թիրախային կետերը։ Ես առաջարկում եմ, կարծում եմ բոլորիս համար ամենից կարևորը եւ հուզականության եւ ազգայինի առումով չեն կարող խոսել հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ տեղնեցող եւ ներքաղաքական եւ ներքին եւ դրա գեոպոլիտիկ նշանակության եւ աղբյուրների մասին։ Առհասարակ, երբ որ մենք խոսում ենք եկեղեցու մասին, ապա եկեք ֆիքսենք 2-3 հանգամանք, որը իրականում բացահայտեց հակաեկեղեցական շարժման ջաթագովների հիմնական նպատակները։ Եթե կհիշեք, ամենասկզբից խոսքը գնում էր իբր ուխտի խախտման կամ ցելիբատի կաթողիկոսի կողմից եւ այլն, օրինակներ էին բերում, երեխա ունի, ես հիմա չեմ ուզում քննարկեմ այս ամենը, բայց այո, այդ մանր։ Այո, այդ ժողովրդի մեջ խնդիրը դա չէր եւ խնդրի իրական իմաստի բացահայտումը արեց հենց անմիջապես իշխանությունը, երբ որ ճանապարհային քարտեզ հրապարակեց, երբ որ ուղակի խախտելով սահմանադրությունը, սա շատ կարևոր է ընդգծել, խառնվեց եկեղեցու ինքնակառավարման, սրբիացը սրբոց պրոցեսների մեջ ասելով որ պետքա նոր կանոնագիր քննի, չգիտեմ ինչ լինի եւ այլն։ Դա միջերից 2007 թվականի եկեղեցի պետություն պայմանագրի խախտում էր նաեւ, որտեղ հստակ ֆիքսվել էր եւ նաեւ իհարկե սահմանադրություն։ Այստեղ պետք է շատ հստակ եւ բարձ հասկանալ ինչի համար է դա արվում։ Նախ եկեք դնենք մի կողմ եկեղեցու շուրջ հուզական գործընթացները, որովհետեւ եկեղեցու շատ դժվար է իհարկե հուզական գործընթացները, հուզականությունը անջատել, բայց այնուամենայնիվ ինքը մեկին մեկ կրկնում է այն բոլոր պրոցեսները, որոնց մենք ականատես ենք նախկինում Եվրոպայում, ինչու նախկինում, որտեղ այնտեղ ըստ էության եկեղեցու խնդիրները լուծվեցին բացասական առումով, բացի իհարկե կաթողիկ եկեղեցու, որը ըստ էության պետություն է, իրան դասական առումով եկեղեցի էլ այս պարագայում, անվանելը մի քիչ դժվար է, ինքը պետություն եկեղեցի է, դե լավ sense ասենք։ Մենք տեսանք նույնը Ուկրաինայում, երբ որ կանոնակարգված դարերով ձևավորված եկեղեցական այդ կոնսենսուսը, որը կար Ուկրաինայի ներսում, իսկ Ուկրաինան իմիջիալը շատ պայթյունավտանգ է այդ առումով, որովհետև այնտեղ ըստ էության 3 զուգահեռ եկեղեցիներ էին գործում, հունակաթոլիկ կաթողիկները, տարօրինակ համար կոնֆեսիա առհասարակ, բայց այնուամենայնիվ ուկրաինական անմիջապես Ուկրաինայում ուկրաինական ինչպես իրենց հռչակեցին տունը, սա ուկրաինական տունն է կամ դե լավ պատրիարքը
ասենց ասել, եւ մոսկովյան պատրիարքը, որը ըստ էության Մոսկվայի հետ ըստ էության կապ չունի, բայց հաշվի առնելով հյուսային կամ հյուսիս բյուզանդական, հա, կանոնական այդ բոլոր կանոնները, դա էր հիմնականում այդ մոսկովյան պատրիարքարը։ Այդ բերեցին, կապեցին իհարկե, որտեղ դե անունը եթե կա արդեն բավական է։ Տրակցրեցին առանելու, այո։ Տրակցրեցին, հիշում եք մի հատ պատգամավոր աղջիկ կար, շատ լավ պատգամ Ստամբուլյան էր ազգանունը, հայ Ստամբուլյան ազգանունի վրա էին կպնում, հա, տգետները ու ի վերջո, հա, նույն ես որպես օրինակ, տիկին Ստամբուլյան կներեք իհարկե, որ օրինակը բերում եմ, Ստամբուլի հետ ոչ մի կապ չուներ, հա, ազգանունը, բայց այնուամենայնիվ, հա, բերում էին, կապում էին, չէ՞, որոշ շատ վատ մարդիկ, զգում եք ոնց են պահպանում հիգիենան ձեր հաղորդաշարի։ Շնորհակալ ենք դրա պարոն Աբովյան։ Այո, բայց այնուամենայնիվ եկեղեցու հետ կապված գործընթաց ունի մի նպատակ, դա կազմաքանդել այն ինստիտուտը, որը դարեր ի վեր, հազարամյակներ ի վեր պետականաշեն եւ պետականապահապան գործառույթ է։ Եվ նաեւ պետության գործառույթներն են, այլ չունենալով պետական։ Այո, ես համոզված եմ, որ եկեղեցու դեմ արված գործընթացները թելադրվում են դրսից, այսինքն Թուրքիայի, Ադրբեջանից, քանզի տեսեք Թուրքիայի ու Ադրբեջանի դոկտրինալ տեսլականը չի ենթադրում Հայաստանի Հանրապետության պետականության արկայությունը, ենթադրում է Արևմտյան Ադրբեջանի պետականության, Արևելյան Անատոլիայի, բայց ոչ Հայաստանի։ Եվ այստեղ շատ կարևոր է մեզ հասկանալ հետևյալը, հարգելի հեռուստադիտողներ, մինչև դու ինստիտուտը չքանդես, որը միշտ Փյունիկի պես վերածնում է, հա, հայկական պետականությունը, հայկական պետականամետ հայացքը, որովհետև մեզ հաճախակի ասում են, մենք չգիտենք, ես դրանք էլի, չգիտենք պետությունը, ինչ որ կներեք, հայերի պես պետություն ընկալող ժողովուրդ գոյություն չունի, նույնիսկ Փյուրքի պայմաններում կլինի դա Ռուսաստան, Լատինական Ամերիկա, Հարավային Կորեա, որտեղ ունենք սփյուռք, Պուճուրիկ 120 հոգի մարդ են, բայց այնուամենայնիվ Եվրոպա եւ այլն ամենապետությանը նվիրալները ովքեր էին ազգությամբ հայերը, բայց դրա հետ մեկտեղ նվիրալ էին նաեւ հայրենիքին, այսինքն Հայաստանին եւ հակասություն ստե չէր առաջանում։ Այստեղ դուք հիշատակեցիք երկու երկիր, Ադրբեջան, Թուրքիա, դե բնական է, դրանք պիտի շահագրգռված լինեն հայ առաքելական եկեղեցու դեմ կատարվող այս ամենով, բայց նաեւ ես չեմ կարող չզարմանալ եւ իմ այսպես նա ինչ որտեղ զայրույթը չարտահայտել այն տարօրինակ լռությամբ, որ պահպանեցին նաեւ որոշ քույր եկեղեցիներ հայ առաքելական եկեղեցու շուրջ կատարվողի հետ կապված։ Սա էլ այստեղ քննարկման առանձին թեմա է, ես իրականում շատ պոզիտիվ զարմանքով ընդունեցի մոտավորապես 1 ամիս առաջ տարատեսակ հայտարարությունները, որոնք հնչեցին օրինակ Վատիկանից։ Ես չէի սպասում, հաշվի առնելով Վատիկանի բավականին խանդոտ մշտապես վերաբերմունքը հայկական եկեղեցուն, որովհետև իմիջիալս դրա հետ առաջին անգամ առաջվել է Երուսաղեմում, երբ որ ասու տաճարը, հա, գիտեք 4 մասի է կիսված եւ հայկական կողմը ունի նույնքան իրավունք, որքան ունի կաթողիկոսը եւ հենց ինքը Երուսաղեմում 1/4-ը հայկականն է, հին Երուսաղեմի մասին է խոսքը գնում, ես հա այդ խանդը զգում էի, բայց պոզիտիվի մեջ էր այդ խանդը։ Բայց այնուամենայնիվ հաշվի առնելով, որ Վատիկանը շուտ բանից դուրս է եկել ավանդական կրոնական կառույցից եւ դարձել է ըստ էության այո, կայացած պետություն իր հետախուզությունով, հակահետախուզությունով, ազդեցության լծակներով կներեք 1.2 միլիոն կաթողիկ ժողովուրդը ըստ էության իրենց քաղաքացիներն են։ Այո։ Եվ այս առումով Վատիկանը կարա նույնիսկ դիսկուրսի մեջ մտնի Չինաստանի ու Հնդկաստանի հետ պոտենցիալի պահով, բայց այնուամենայնիվ ես լսեցի Հռոմի Պապուի ուղղակի ակնհայտ սատարումը Գարեգին II-ին վեհափառին Թուրքիայից, եւ սա սիմվոլիզմ էր, երբ որ հաշվի առնելով թուրքական մամուլը, որ կարդում էի դրանից հետո ուղղակի շոկի մեջ էր, որովհետեւ շատ դժգոհ էին, ահա որ լսեցի մի քանի կարդինալների եւ այսպես կոչված պրետորների, հա, հայտարարությունները, սա մոտավորապես մի ամիս առաջ, բայց միայն այդ քար լռությունները ըստ երևույթի փորձում էին հասկանային ինչ ձուկ կարան որսեն այս պղտոր ջրի մեջ եւ հասկացան, որ այո, քույր եկեղեցիների դեմ գործընթացը եւ Վարշավը ինքը հարվածում է ոչ թե կաթողիկոս Գարեգին II-ին, ոչ թե սրբազաններին, ոչ թե
զուտ եկեղեցական գործընթացների գլոբալ առումով համաշխարհային, ինքը հարվածում է առհասարակ քրիստոնեությանը որպես աշխարհաքաղաքական էլեմենտ եւ գործոնին, իրականում դա այդպես է, իսկ հաշվի առնելով, որ հայ առաքելական եկեղեցին միակ եկեղեցին ով աննախադեպ ազդեցություն ունի մինչ այսօրս մերձավոր արևելքում ունի եւ ունի նույնիսկ այն երկրներում, որտեղ կարծես թե չպետք է ունենար, հա, օրինակ Բահրեյնը վերցնենք։ Առհասարակ արաբական աշխարհում մեր եկեղեցին շատ ազդեցիկ է եւ շատ ընդունված։ Իսկ գիտեք ինչու՞մն է գաղտնիքը։ Շատ հետաքրքիր է, ուրեմն այլ քրիստոնեական եկեղեցիները իրենք չեն ընկալվում խորապես հարգանքով։ Եվ նաև կարծում եմ արևելքցի լինելը ամեն դեպքում այո, բացի այն, այնտեղ ղպտիների օրինակը կարելի է բերել, որոնք բավականին կրկին ընդունված են, բայց ղպտիները չունեն թափներ չունեն, դե լավ, սենց ազդեցությունը չունեն մերձավոր արևելքում։ Հիմա ինչպես մենք այն գործընթացը, որը մենք տեսնում ենք Հայաստանում, ինքը միանշանակ միտված է հայկական պետականության քայքայմանը, Ժորժ ջան, այստեղ պատարակների խնդիր չի, հարցը ինչի զավակ ունեն, թե չէ, որովհետև եթե հարցը լիներ դա, ապա այն 10 ոնց էր դրանց անունը 10 մարդիկ, ովքեր իրենց համարում են սրբազան, այսպես անվանենք, հա, իրենք չէին լինի օրինակ նույն այդ հակաեկեղեցական կամ եկեղեցական բարեփոխիչների դերը, այսպես որովհետև այն մեղքերը, որում մեղադրվում է օրինակ վեհապարը, հա, այս 10 այդ մեղքերի ուղղակի չգիտեմ, գիտեք ոնց այնպիսի կրող է, հա, բոլոր երեխեքին էլ գիտենք, տղեկին էլ գիտենք, աղջիկին էլ գիտենք, բոլորի ունեցած չունեցածն էլ գիտենք։ Այսինքն այստեղ ֆիքսենք մի բան, այստեղ խնդիրը ոչ թե եկեղեցում այսպես բարեփոխումներ անցկացնելն է եւ այդ մտահոգությունը, այլ կա լուրջ աշխարհաքաղաքական ազդեցիկ պահանջ։ Իսկ նկատեցի, որ ասած մի հետարքիր իրավիճակ ստեղծվեց, երբ որ այդ 10 սրբազանները միացան իշխանական թևին, միանգամից կտրուկ նվազեց այն նվազագույն անգիտակից մարդկանց կողմից աջակցությունը նույն այդ հակաեկեղեցական բանի զգացին, որ միանգամից թափել։ Ես ավելին ասեմ, այնինչ այսօր կատարվում է հայ առաքելական եկեղեցու շուրջը, եթե չասենք քառապատկում է, ապա նվազագույնը կրկնապատկում եւ եռապատկում է այն ժողովրդի թիվը, ովքեր այսօր կանգնած են Մայրաթորի կողքին, չլինելով այդպես մոլերանտ հավատացյալ եւ շատ հաճախ չմասնակցելով պատարակներին։ Ես ասեմ ավելին, աթեիստ ընկերներ ունեմ, շատ վերապահումով եմ առհասարակ աթեիզմին վերաբերվում, որովհետեւ ասում եմ աթեիզմը ավարտվում է այն ժամանակ, երբ որ ինքնաթիռը սկսում է, դու ինքնաթիռում ես, ինքը 10,000 մետր բարձրության վրա սկսում ես դղրդալ, միանգամից բոլորը հավատացյալ են դառնում, դրա համար մի քիչ խորքային process է, բայց այնուամենայնիվ իմ աթեիստ ընկերներս շատ կրթված, գիտակից, խելքը գլխին բան, հա, մարդիկ ովքեր եկեղեցուն միշտ վերաբերում են, դե հիմա դա եկեղեցի է, էլի բան։ Հիմա այդ մարդիկ առաջի շարքերում են, նույն Էշմիածնում կամ այլ վայրերում, երբ որ ինչ-որ մի process է գնում, պաշտպան, որտեղ իրենք գիտեն եկեղեցին դա ներողություն Ժորժ ջան, եկեղեցին մոմ վառելու տեղը չի մենակ։ Եկեղեցին դա ասագվելու տեղը չի, մեկ է կնքվելու տեղը չի։ Կառույց է, որը որ հիմքն է մեր ըստ էության պետականության, մեր գոյության։ Այստեղ պետք է շատ այդ նյուանսը շատ կարևոր ձևի հասկանալ։ Այո, այսօր պայքար է գնում ըստ էության հայ ինքնության դեմ, ինչի համար, անպագորգոր է անցում, բայց դա տենց է, որովհետև քանի կա հայի ինքնությունը, քրիստոնեական, էթնիկ, քաղաքական, աշխարհաքաղաքական ինքնություն, միջև բացառիկ ժողովուրդներից է, որ ունենք աշխարհաքաղաքական ինքնություն։ Օրինակ լեհը չունի աշխարհաքաղաքական ինքնություն, ինքը ունի լեհական ինքնություն ու ինքը տենց է։ Բստեղ շատ ներողություն, ստե շատ կարևոր է մենք այս տարբերությունը հարգելի հեռուստադիտողները հասկանանք, ոչ թե մենք լավն ենք թե վատն ենք, մենք այդպեսն ենք։ Եվ այո, ավելի քան համոզված եմ, այս հակաեկեղեցական արշավը պայթելու ենք, չունի հեռանկար։ Սա 25 թվականի այսպես իրադարձություններից մեկն էր, որը անկասկած տեղափոխվելու է 26 թվական, բայց այնտեղ վստահաբար այս ամեն ինչը շատ արագ ավարտվելու է, որովհետև չկա դրա հասարակական պահանջը, ստեյության եւ հիմքը դրա չկա։ Հաջորդ բայց նշ չի որ չեմ բզբզելու էլի։ Դե բնականաբար առիթը բաց չեմ թողելու այս խաղաքարտը անընդհատ օգտագործելով թեման տակ պահելու համար։
Կարևոր իրադարձություններ անցնող 25 թվականի համար կարծում եմ շատ է խոսում, ժողովուրդը շատ է խոսում դրա մասին, բոլորը խոսում են թրիփի մասին, բոլորի շուրթերին է այդ անունը, այսպես գեղեցիկ է հնչում, մի մասը դա կապում է Հայաստանի փրկությունը դրա հետ, որ շուտով Վասյուկիներ են կառուցելու Սյունիքում, Սյունիքը դառնալու է, չգիտեմ, Սանրեմո եւ այլն, բայց այստեղ մի հատ դրա աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական իմաստը փորձենք հասկանալ։ 25 թվականին ստորագրվեց օգոստոսի 10-ին Վաշինգտոնում երկկողմ համաձայնագիր, այսինքն երկկողմ համաձայնագիր Տրամպի, այսպես քավորությամբ եւ միջնորդությամբ եւ ներկայությամբ, բայց դա փաստացի ըստ էության չի տալիս այն արդյունքը, որ օգոստոսից մինչ այս պահը բոլորը սպասում են, այսինքն մինչ այս պահը ոչ մի ճանապարհ բացված չի, մինչ այս պահը ոչ մի կառուցված չի, չնայած արդեն մոտ 6 ամիս է անցել, սա նշանակում է, որ կա աշխարհաքաղաքական լուրջ process, որ նոր է սկսվում 2026 թվականին։ Գրիգոր ջան, ինչ է Իրանից ներկայացնում թրիփը։ Մի հետաքրքիր հոդված էի կարդացել եվրոպական թերթերից մեկում, երբ որ ասենց մոտավորապես հետևյալն էր գրվել, ասել էր Հարավային Կովկասը վարակվեց թրիփով։ Անալոգիա է տանում, սերավարակի հետ։ Ինչի համար Սյունակագիրը անունը չեմ մտաբերի, շատ մի հետաքրքիր բան արած, ասաց Հայաստանը կամովի դարձրեց ինքն իրեն աշխարհաքաղաքական կենտրոնների բախման պլացդարմ։ Ինչի մասին բազմաթիվ անգամ ես ու դու նվազագույն զգուշացրել ենք, խոսել ենք, խնդրել մի արեք դա այս բանը։ Չանել նման, այո։ Բայց այստեղ պետք է հասկանալ հետևյալը։ Ինչ է ստանում, հա, թրիփի պարագայում ամեն մի կողմը։ Պարադոքսալ իրավիճակ։ Ամերիկացիները ստանում են ինչ, վերահսկողություն մեծ Թուրանի, հա, ձևավորող Միջանցքի, ճանապարհ չի դա Միջանցքի, եւ դրա հետ մեկտեղ դիվերսիֆիկացնում են էներգիակիրների մատակարարումը Միջին Ասիայից դեպի Եվրոպա եւ երրորդ ամենակարևորը ստանում են ուղղակի ցամաքային հասանելիություն Չինաստանի սահմանին եւ Իրանի սահմանին։ Այսինքն Իրանը ընդհանրապես ուրիշ այբ է, Իրանը առանձին բլոկ է։ Ինչ է ստանում այս պարագայում օրինակ Եվրոպան, հա, որը ուզում է մտնի թրիփի մեջ, բայց չի ստացվում իրան ուզումը, սա ամերիկացիներն են բլոկը դնում, ասում են հոп, նայողները մենք պետք է լինենք։ Այդտեղ կարծես հյուսիսային փոքրիկ քաղաքից այսպես քամու հոտ են կառնում եվրոպացիների բլոկի հետ կապված Անկորիջան, այսպես հնարավոր է բրիզի հոտ է գալիս։ Հնարավոր է, բայց այստեղ այն հեգնանքը եւ ակնհայտ անարգալից վերաբերմունքը դեպի Եվրոպա Թրամփի կողմից, դրա նույնիսկ 10%-ը ռուսները կամ չգիտեմ չինացիները երբեք թույլ չեն տվել իրենց, ոչ թե բախում են կամ չէ, բայց իրենք դաշնակից են։ Իրենք ՆԱՏՕ-ի գծով ԵՄ, ՆԱՏՕ, Միացյալ Նահանգներ նույն հացի, նույն սեղանից ուտում, նույն ամանից ուտում։ Նույն ընտանիքի երեխեք են, դե լավ սենց ասեմ։ Եվ այստեղ շատ լավ հասկանում են թե իրանցիները, թե ռուսները։ Բայց այնուամենայնիվ ստանում են ռուսները հնարավոր է պայմանավորվեն ամերիկացիներից եւ պայմանական փայ ունենան թրիփի մեջ։ Իհարկե ստեմ լինելու են, ոչ թե կարող են լինելու են։ Իրանը հնարավոր է ինչ որ մի պայմանավորվածության գա, օրինակ կոնյունկտուրային փոփոխության դեպքում։ Քիչ է հավանականությունը, բայց կա։ Շատ քիչ է, բայց կա։ Ալի Ակբար Վիլայեթին Այաթոլլահ Խոմեյնիի խորհրդականը միջազգային հարցերի գծով օրեր առաջ կրկին չախեց հայաբարի ասած, հա, դեսպանին Հայաստանի կանչեց, ասես գիտես ինչ այդ տրիպը մեր ազգային շահերին վտանգում է։ Ինչին նորմալ պատասխան ԱԳՆ-ն չտվեց, շատ բաներ էր խոսում։ Մենք հենվում ենք Իրանի արտգործ նախարարության հայտարարության։ Այն գերջան դու տեղյակ չես, որ Իրանի արտգործ նախարարությունը նույնիսկ բաժին չի Այաթոլլայի հետ, ну, իսլամական հարաբերության ինչ որ sense դրսի համար տեն սիրուն ինչ որ մի պատկեր է։ Հիմնական հարցերը լուծվում են հենց անմիջապես Այաթոլլայի գրասենյակում։ Այո, դիսբալանսի պարագայում, բայց այնուամենայնիվ։ Այսինքն նաև ինչ որտեղ ամերիկացիները իրենց տրիպում էլ Եվրոմիության իրենցից գծեցին կախման մեկ։ Իրենք ուզեն էներգակիր կստանան, չեն ուզում։ Այո, բայց դրա հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ հիմա գնում է բախում, չէ՞։ Իրան, Միացյալ Նահանգներ, բախումը ասելով փոխվում։ Եվ Իսրայելին մոռացան։ Իսրայելը ստանում, այո, Իսրայելը Ա Իրանի սահմանի փակում, ինչպես ինքնակարծում, Բ կրկին ձևավորել նոր կոնֆիգուրացիա տարածաշրջանում, ասում ենք դա ինչ է ստանում այստեղ Հայաստանը։ Ոչ մի բան, ինչ է ստանում, իսկ գիտես խի։
Շատ պարզ պատճառով, որովհետև Հայաստանի իշխանությունները փոխանակեցին Հայաստանի Հանրապետությունը, դարձրեցին Հայաստանի Հանրապետությունը տարածք, որը ասել են ախպեր դուք մեզ պահեք, մենք մնանք իշխանության, էսի ձեզ տարածքը դուք մեծերով ընդ որոշեք ինչ եք անում։ Իմիջիայլոց Սա է տրանզիտային բանի մասին երբ որ խոսում են հնարավորությունների, ես մասնագետների հաշվարկներն եմ նայել, այն տոննա կիլոմետր այդ տրանզիտային գումարը, որ պիտի ստանա Հայաստանը, այդ 37 կիլոմետր տարածքի 42 կիլոմետր տարածքի համար 17-ից 20 միլիոն դոլարի մասին է գնում խոսքը։ Այսինքն այդքան անգամ գումարային տեսանկյունից Հայաստանի բյուջեի համար ավելի քիչ է, քան ազգային ժողովում բաժանված բյուջե։ Հայաստանի հարավը տարածք է դարձված եւ այսօր այդ տարածքի հիման վրա հենվելով երկու հարց է լուծում իշխանությունը։ Առաջին ասում է ոչինչ որ տարածք է, զատո մեր ինքն իշխանության տակ է, ինչը բացարձակ սուտ է, որտեղ իրենք երկու հարցի չեն կարող պատասխանել։ Ով է ֆիզիկական հասանելիություն ունենալու բեռներին, որոնք մտնելու են Ադրբեջանից Հայաստան, ով։ Եթե երրորդ կողմը, դա Միջանցք է, եթե սկաներմաները, որ խորհրդատու հեքիաթներ են չեն պատմում, սկաներներ կտնենք ման, դա Միջանցք է։ Այնտեղ պետք է պարզ ասել, այնտեղ կանգնելու են եւ կանգնած են մնալու ռուս սահմանապահները։ Այնտեղ գործելու է եվրասիական մաքսային ռեժիմը, այսինքն ցանկացած ապրանք, որ մտավ Հայաստան, դիտվելու է երրորդ կողմից եկած ապրանք, եւ այդ գումարները Հայաստանը չի կարող չփոխանցել եվրասիական ընդհանուր։ Սա գիտես, սա դու ընդհանրակ ես հասկանում եմ դու ինչ ես ասում։ Դու ասում ես այնինչ ըստ էության բխում է Հայաստանի Հանրապետության ստորագրած փաստաթղթերից, բայց դա տես չի։ Դե նվազագույնն է ես ասում, տես չի, ասեմ քեզ ինչի համար տես չի։ Ես հասկանում եմ ինչ ես ասում։ Խնդիրը հետեւյալն է։ Թրիփը ի սկզբանե ֆունդամենտալ Զանգեզուրի Միջանցք են դիտարկում։ Այո։ Ով կկայնի այդ Զանգեզուրի Միջանցքի գլխին, ռուսը կկայնի, ամերիկացին, եվրոպացին, թե իրանցին, թե թուրքը, թե ադրբեջանցին, էությունը չի փոխում, դու կորցնում ես սուվերենությունը քո տարածքի վրա, դա է կարևորը։ Ըստ էության քո տարածքի վրա բոլորը անում են խաղադրույք եւ ցավոք սրտի այդտեղ այսպես մասնագիտական լեզվով ասած որոշ շրջանակներ կրուպեն դու չես։ Այսինքն այդ խաղադրույքը դու չես ընդունում։ Սենց ասենք էլի, հա, շատ սենց վերջաբանը որ ճիշտ ստացվի, հասկանաք ինչա։ Ձեր տուն, ձեր 5 հարևանը իջել են ու դուք ասում եք հետեւյալը, ախպեր էս տունը կադաստրի թղթով հիշում ես, ժամանակին կադաստրի, թողեք մնա ինձ, դուք իմ տան մեջ որոշեք, ես ինչ եմ անելու։ Հիմա իրանք իջել են ու ձեր տան մեջ որոշում են ձեր ննջասենյակի պատը ջարդելու են մտնեն, որ այն մի հարևանին բավարարացնեն, հա ինչ-որ պահանջներ, թե չէ, դուք իրավունք ունենալու եք հարցնեք ով է մտնում ձեր տուն առհասարակ, դուք հարցնեք, ասեք ախպեր դու ով ես որ եկել ես իմ ննջասենյակով անցնում։ Ես կարծում եմ կարևոր հարց է իհարկե, բայց հուսանք, որ 2026 թվականին տրիպի հետ կապված ամեն դեպքում որոշակի այսպես պարզություն կմտցվի եւ գոնե այնպիսի հնարավորություն կստեղծվի Հայաստանում նաեւ ներքին process-ներով պայմանավորված, որ Հայաստանը կկարողանա գոնե առնվազն մասնակցություն ունենալ դրան եւ որոշակի նաեւ իր խոսքը ասել այս կամ այն պայմանագրի ստորագրման ժամանակ։ Քանի որ մեր ժամանակը այսպես շատ արագորեն սպառվում է, ես ուղղակի ֆիքսեմ մի քանի բան, որը կատարվեց 2025-ին եւս Հայաստանի համար։ Դա առաջինը Հայաստանի ազգային ժողովը ընդունեց Եվրոպական միության անդամակցության մասին օրենք, որ ինքը տեղով ըստ էության նոնսենս է, որովհետև դու ընդունում ես օրենք մի մարմնի մասին, որտեղ քեզ չեն սպասում, ավելին հրավերել չունես։ Ես խորհուրդ էի տալի ընդունեն Մարսի գաղութացման մասին օրենքը, ինչ ավելի իրատեսական է, բայց չլսեցին ինձ։ Այո, փաստորեն մենք ընդունում ենք օրենք, մենք ինքներս մեզ որոշում ենք, որ դա այդպես որ որոշ բարեկամներ որոշում են առանց հրավերի գնալ հարսանիք, եւ իրենք այդպես որոշել են, որ իրենք պիտի գնան հարսանիք, բայց այնտեղ իրենց ոչ մեկ ըստ էության չի սպասում, որովհետև հյուրերի թիվը սահմանափակ է եւ սեղանների թիվն է սահմանափակ։ Եվ որ քանի որ խոսքը գնաց ԵՄ-ի մասին, ֆիքսենք շատ աննախադեպ եւ անթույլատրելի երևույթ։ ԵՄ-ն բացահայտորեն առանց թաքցնելու հայտարարեց, որ 2026-ի հայաստանյան խորհրդարանական ընտրություններին միջամտելու է եւ չգիտես ինչու այդպես շատ
գովելի եւ հպարտանալու բան էլ չի, բայց չգիտես ինչու բերեց Մոլդովայի օրինակը, այն դեպքում, երբ որ ողջ աշխարհը տեսա, մենք հաղորդումից առաջ զրուցում էինք, որ ըստ էության Սփյուռքի նախարար Մայա Սանդուն, Մոլդովական Սփյուռքի նախարար դարձավ Մոլդովայի նախագահ, պարտվելով Մոլդովայով։ Նկատել ես շատ հետաքրքիր մի բան է ստացվում, ուրեմն արա դե լուրջ չի ստացվում դրանց վերաբերվել, ուրեմն ասում են չնայած հետևանքները լրջագույն են պետության համար, ասում են մենք միջամտելու ենք, որ ուրիշը չմիջամտի, գիտեք ինչի է նման, ոնց որ մեկը փողոցում այն ձյուն հավաքող եմ ասես լեն բանկա չէ, լապատկեք, ասես գազ ես դեղ խփի, շուրգաս ասես արա ինչ ես անում, ես քեզ խփում եմ, որ այն մյուսը չխփի։ Մենք գիտեինք, որ նա էլ է ուզում խփի։ Արա ժողովուրդ։ Դե դա ըստ էության կարծում եմ նաև մեր որոշ մեղմ ասենք թուլության արդյունք է նաև։ Դե իհարկե։ Եվ որ Հայաստանի արտգործնախարարությունը դրան պետք է պատշաճ պատասխանել, բայց ցավոք սրտի երբ որ փոխում ես ինքնիշխանությունը իշխանության հետ, այսինքն ասում ես ես պետք է մնամ իշխանության, ինչքան կարակ իմ իշխանությունից տարեք, բայց ինձ պահեք իշխանություն, դա ինձ էլ լինելու է։ Բայց դրա վերջ էլ կա էլի։ Իհարկե, այն ինչ ունի սկիզբ ունի նաև վերջ, եւ հուսանք, որ 2026 թվականին այն աղետը, որ կարող է գալ մեր գլխին նմանատիպ հայտարարությունների եւ նման գործելավոճի հետ կապված, ինչպես ասում են, Աստված լինի մեր կողմից եւ Հայաստանը հերթական անգամ խուսափի այդ արհավիրքից, իսկ եթե լուրջ ենք խոսում, արհավիրքը սարսափելի տեմպերով մոտենում է եւ մեր համակարգացիներից ոմանք ցավոք սրտի անգամ չեն էլ պատկերացնում, թե խոսքը ինչպիսի արհավիրքի մասին է եւ ինչ կարող է լինել Հայաստանի հետ։ 2025 թվականին տեղի ունեցավ նաեւ մի բան, որ շատերը անհավանական էին համարում։ Իսրայել-Իրան պատերազմ, որ տևեց 12 օր։ Եվ առնվազն ավարտվեց ոչ Իրանի պարտությամբ։ Սա նշանակում է չավարտվեց։ Չէ, ամենայն դեպս այս փուլը ժամանակավոր է, զինադադար էսպես հաստատվեց եւ այստեղ ամենայն դեպս Իրանը չպարտվեց։ Դատելով այն դեպքերից, որ տեղի են ունենում տարածաշրջանում 2026-ին պատերազմը նոր թափով շարունակվելու է եւ այստեղ մեզնից բոլորից առաջին հերթին պետական այրերից առավելագույն խոհեմություն է պահանջվում, որպեսզի Հայաստանը չներքաշեն տարբեր ավանտյուրաների մեջ, որպեսզի հանկարծ Աստված մի արածցե Հայաստանի տարածքը չդառնա թատերաբեմ, դու այդ մասին ասեցիր, համաշխարհային ուժերի եւ աշխարհաքաղաքական կենտրոնների համար։ Դրա համար պետք չի շատ խոսել հայանպաստ եւ սուվերեն որոշումների մասին, պետք է կատարածել այդ որոշումները եւ գործով ցույց տալ, այո, որ այդ որոշումները բխում են միայն եւ միայն Հայաստանի Հանրապետության շահերից եւ ցանկանանք, որպես 2026 թվականին բոլոր այն որոշումները, որոնք կայացվեն բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե հանուն այս կամ այն նեղ խմբակային շահերը սպասարկելու համար։ Իհարկե ժամանակը շատ քիչ է ամբողջությամբ ամփոփելու համար 2025-ը, որը շատ հագեցած տարի էր եւ անակնկալներով լի տարի էր, բայց նաեւ հուսանք, որ 2026-ը հնարավորություն կտա մեզ նվազագույն կորուստներով դուրս գալու բոլոր այն մարտահրավերների տակից եւ բոլոր այն իրադարձությունների, ապագա իրադարձությունների տակից, որոնք անկասկած մեզ սպասում են, բայց նաեւ այստեղ պետք է մի բան հասկանանք, որ Հայաստանը պետք է փորձի այնպիսի քաղաքականություն վարել, որ առաջինը չգրգռի իր դաշնակիցներին եւ բարեկամներին չկորցնելով նրանց, երկրորդը լինի հասկանալի գործընկերների եւ նաեւ թշնամիների համար, քաշելով բոլոր տեսակի կարմիր գծերը եւ հստակ ցույց տալով, որ մեր երկրում մենք ենք տերը եւ մենք ենք որոշում մեր երկրի ապագան առանց այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնների միջամտության։ Միանշանակ եւ վերջացնելով այսօրվա մեր հաղորդում ուզում եմ պոզիտիվի վրա վերջացնել, Ժորժ ջան։ Իրականում ձեզ ու ինձ Գրիգորին, մեզ բոլորիս փորձում են համոզել հետեւյալը։ Մենք անցել ենք դրանով։ Երկու թեզ են գցել ժողովրդի մեջ։ Մեր դեմը խաղ չկա, այդ մեր դեմը խաղ չկան, տարբեր են այդ մեր դեմը, շատ թուրքերից ադրբեջանցիներից սկսած, բարձած օրինակ այս իշխանությունները։ Մեր դեմը խաղ չկա, նկատի ունեմ ամեն ինչ արդեն կանխորոշված է։ Ուրեմն բացարձակ սուտ է, ոչ մի բան կանխորոշված չի, ոչ մի բան էլ 100%-անոց վերջ
սենս կլինի կամ նես կլինի, ոչ, գիտեք որոշումը ով է, ոնց պետքա զարգանա կամ 26 թվին ինչ պետքա լինի Հայաստանի հետ։ Գիտեք ով է որոշումը։ Դուք։ Հիմա այն մարդը ով ինձ նայում է, հենց դուք։ Եվ այո, ձեր որոշումից է կախված լինելու։ Ունենալու ենք մենք Հայաստանի Հանրապետություն, թե Արևմտյան Ադրբեջան։ Բոլորի ամանորով ուսուցում ծնունդը շնորհավոր։ Շնորհակալություն, ես եւս փորձեմ դրական այսպես նոտայով ավարտել մեր այսօրվա տարեվերջյան վերջին հաղորդումը։ Շատ ծանր տարի էր 2025 թվականը, իրադարձություններով լեցուն, շատ վտանգավոր իրադարձություններով լեցուն տարի էր։ Մաղթենք մեզ բոլորիս խաղաղ եւ բարեկեցիկ 2026 թվական, համաձայն եմ պարոն Աբովյանի հետ, որ դա նաեւ մեզնից է կախված, թե ինչպիսի Հայաստան մենք ունենանք։ Այս տարվա վերջին թողարկումներ այսօր կրկին անգամ օգտվելով առիթից թույլ տվեք շնորհավորել ձեր ամանորև Սուրբ Ծնունդը, մաղթել ամենայն բարիք եւ խաղաղություն մեր բոլոր ընտանիքներին։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տարի։